Այսօր մեզ է միացել հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, բարև ձեզ, շնորհակալություն որ եկար, Ռոբերտ։ Ինչի մասին էր այս անգամ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Ինչպես եւ նախորդ անգամ մենք ներկայացնում ենք այն բոլոր մտահոգությունները, խնդիրները, որոնք կան մեր հասարակությունում, իմիջիայնային աշխատանք ենք կատարել եւ մենք Հայաստանում եւ իրենք Ադրբեջանում, արդյունքներն ենք ներկայացնում, ցույց ենք տալիս թե որտեղ ինչ մտավախություններ կան։ Իհարկե գլխավոր խնդիրը անվստահությունն է երկու հասարակությունների միջև, ընդ որում նշեմ, որ երկու հասարակություններում էլ տարբեր կարծիքներ կան եւ Հայաստանում կան մարդիկ, ովքեր գտնում են, որ սա արդար չէ եւ չի կարելի այսպես ամեն ինչ վերջացնել կապված թե Արցախի հետ, թե ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հետ, թե Ադրբեջանի հասարակությունում մարդիկ գտնում են, որ միևնույն է սա արդար չէ, բա Հայաստանը պիտի պատժվի նման կարծիքներ կան։ Եվ հակառակը կան մարդիկ, ովքեր գտնում են, որ հերիք է, եկեք այլևս չպատերազմենք։ Իհարկե ոչ մեր կողմից, ոչ իրենց կողմից ճիշտն ասած չի երևում ինչ-որ ցանկություն, որ եղբայրներ դառնան, բարեկամ դառնան եւ այլն, բայց կա մարդկանց մի հատված եւ այստեղ եւ այնտեղ, ընդ որում, որը գտնում է, որ կարելի է սահմանները բացել, առևտուր անել եւ գոնե չկրակել իրար վրա։ Նույն կազմերով է կամ դեպի։ Իրենց կազմում 1-2 փոփոխություն կար, բայց ինչ-որ տեխնիկական խնդիրների հետ կապված էր եղել, չէին կարողացել այնտեղ այդ նույն մարդիկները, մեր կազմը նույնն էր։ Ալիևը ասում է, այդ շփումները նպաստում են խաղաղության գործընթացին։ 3 թե առաջ օրն է ասել դա։ Դե այդպիսի հանդիպումներ նախկինում էլ էին լինում, բայց ինչու չէին նպաստում։ Հայաստանում եւ Ադրբեջանում նման հանդիպումներ չեն եղել, փորձագետների նման կազմով, սահմանը ուղիղ հատելով, անցնելով, գալով այդպիսի հանդիպումներ չեն եղել։ Իհարկե 1-2 այցեր եղել են, բայց դրանք էպիզոդիկ դեր են ունեցել եւ հետեւողական չեն եղել։ Տեսեք, մեր այցը արդեն 4-րդ հանդիպումն էր, առաջի երկուսը եղել էր 5 հոգանոց կազմերով, երկրորդ եւ երրորդը 20 հոգանոց կազմերով եւ իրավիճակն է փոխվել իրականում։ Արցախյան կոնֆլիկտը, Ղարաբաղյան կոնֆլիկտը փաստացի այլևս գտնում են եւ Երևանում եւ Բաքվում, որ լուծված է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով գնում են խաղաղության։ Ինչը նշանակում է, որ տարբեր մակարդակներում այդ խաղաղության հետ կապված տարբեր մոտեցումներ, տարբեր պատկերացումներ կան եւ նմանատիպ այցերը հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալու մեկը մյուսին։ Տեսեք, ես պատմում եմ, որ տարբեր հասարակություններում, երկու հասարակություններում տարբեր մոտեցումներ կան եւ այդ մոտեցումներին մենք ծանոթանում ենք այն ժամանակ, երբ իրենք են պատմում իրենց հասարակությունում իրենց կատարած աշխատանքի արդյունքների մասին։ Երևանի եւ Բաքվի ներկայացուցիչ իշխանությունները հասկանալի է այդ ռետորաբանությունը ինչու են կիրառում, որ Արցախի հարցը լուծված է։ Դուք եք այդպես կարծում, որ հարցը փակված է։ Ես կարծում եմ այս պահին այն խնդիրը, որը սկսվել էր 1987-88 թվականներին, այլևս գոյություն չունի, որովհետև այդ խնդիրը Ադրբեջանը լուծել է։ Իհարկե լուծել է վնաս մեզ, իհարկե լուծել է, քանի որ մենք պատերազմում պարտվել ենք, իհարկե դա արդար չէ, բայց իրավիճակը այսպիսին է, կամ շարունակում ենք գնալ արդարության հետևից եւ վտանգի տակ ենք դնում Հայաստանի Հանրապետության պետականությունը, կամ գոնե մեր սերնդում մենք այդ հարցը փակված ենք համարում եւ փորձում ենք պահպանել, զարգացնել, բարգավաճել այս։ Շատ տրամաբանական է։ Հաջորդը պետք է լինի, դրան պետք է հաջորդել այլևս խաղաղության պայմանագիրը երկու երկրների միջև, որովհետև չկա այն կնճիռը, որը երկու երկրներին խփում էր իրար։ Ինչու՞ չի գնում այդքան։ Ես ճիշտ ասած իմ կարծիքը կարող եմ ասել, ես ենթադրում եմ, որ հիմնական պատճառը դա վստահության պակասն է, որովհետև տեսեք, մենք Հայաստանում ասում ենք, որ թուրքերի հետ Թուրքիան չի կարելի վստահել, շատ է Հայաստանում ասում են Թուրքիան չի կարելի վստահել, թուրքերը ցանկանում են մեզ վերացնել եւ այլն եւ այլն։ Ադրբեջանում էլ նրանք էլ ասում են, որ հայերը մեզ խաբում են, վաղը մյուս օրը կհարստանան, կհարձակվեն մեզ վրա, այդպիսի կարծիքներ էին եղել Ադրբեջանում կատարված այդ հարցախույզի, այդ հանդիպումների ժամանակ, եւ դա նորմալ է, երկար տարիներ այդ մարդիկ կերակրվել են նրանով, որ հայերը թշնամի են եւ այլն։ Ընդ որում նշեմ, որ հիմա էլ որոշ դեպքերում տեսեք Երևանի մասին ինչ-որ գրքեր են հրատարակում, եկեղեցի են քանդում եւ այլն, եւ նորմալ է, որ մարդիկ էլ որոշակի մտավախություններ ունեն։ Ըստ ամենայնի
ամեն դեպքում կա այդ վստահության պակասը, ինչ վերաբերում է պաշտոնական մակարդակում, ինչ որ կերպ պետք է այդ վստահության պակասը արդարացնող ինչ որ բան լինի եւ Ադրբեջանի ղեկավարությունը ընտրել է սահմանադրության հարցը։ Շատ հետաքրքիր է ռեակցիան ադրբեջանցիների, երբ դուք դա, չգիտեմ, արել եք թե չէ, ասենք Երևան, որ ասում են գրքեր են հրատարակում, արևմտյան Ադրբեջան խոսույթն են անընդհատ շրջանառում։ Իրենք գիտեն ինչ է իրականում դա։ Գիտեք, ես այսպես ասեմ, մենք ոչ միայն այդ հարցերն ենք բարձրացրել, մենք ամենասուր հարցերն ենք բարձրացրել, օրինակ մեր այնտեղ, երբ գտնվում ենք, այդ օրերին հաղորդում ենք տեսել իրենց հեռուստատեսությամբ, որը խնդիրներ էր պարունակում, ցույց էր տալիս Հայաստանի կողմից կամ հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ ոչ մարդկային ինչ-որ գործողությունների մասներ պատմում եւ այլն, եւ մենք այդ հարցերն ենք բարձրացրել, խոսել ենք, այո, անցյալի, եւ խոսել ենք այն մասին, որ եթե մենք գնում ենք խաղաղության, եթե մենք եկել ենք այստեղ նստել ենք եւ խոսում ենք խաղաղության մասին, ինչի համար է պետք է հեռուստատեսությամբ նման բաներ ցույց տալ, նրանք էլ հղում են արել իներցիային, հղում են արել նույն անվստահությանը, հղում են արել նրան, որ եղել են մարդիկ, եղել են կազմակերպություններ, որոնք սնվել են դրանով եւ գումարներ են ստացել իհարկե տարբեր ֆոնդերից եւ տարբեր տեղերից եւ մեկ օրում հնարավոր չէ ամեն ինչ մի անգամից շուռ տալ, առաջարկել են դինամիկային ուշադրություն դարձնել եւ իսկապես դինամիկան որոշակիորեն դրական է, այսինքն եթե նախկինում խոսում էին 10 անգամ, հիմա խոսում են 8 անգամ կամ 7 անգամ։ Իհարկե դա բավարար չէ, իհարկե մենք խոսում ենք դրա մասին, մենք ասում ենք, որ չի կարող այսպես շարունակվել։ Այո, Հայաստանում էլ եղել են որոշակի խնդիրներ եւ կան որոշակի խնդիրներ, բայց այդ խնդիրները համեմատելու էլ չեն նրա հետ, ինչ Ադրբեջանում է կատարում, բայց որոշակի դինամիկա իհարկե նկատվում է։ Ես նշեմ մի հետաքրքիր բան, որ ինքս եմ անձամբ նկատել, երբ այնտեղ էի իրենց հեռուստատեսությամբ մի հաղորդում էի դիտում, որի ժամանակ խոսում էին Արցախի մասին, խոսում էին Արցախի անտառների, Արցախի բնապահպանական հաղորդում էր, բնապահպանության, կենդանիների եւ այլնի մասին եւ ասում էին, թե երկար տարիներ անտառները կտրվել են, կենդանիներին վերացրել են, ոչնչացրել են, հանքերը տալային են եւ այլն, բայց օրինակ Հայաստան բառը երբեք չհնչեց։ Հաղորդումը մոտավորապես 20-30 րոպեանոց է, ոչ մի անգամ չասացին, որ դա արել է Հայաստանը կամ հայերը, այլ բառը չհնչեց։ Սա որոշակի դինամիկա է իհարկե։ Թարմ օրինակ կա այս օրերի, չկա այլևս Մայր եկեղեցին Ստեփանակերտի։ Այո։ Դա չհասցրեցիք դուք այդ մասին տեղեկություն ունենալ ձեր հանդիպման ժամանակ գտնվելով Ադրբեջանում։ Չէ, իհարկե մենք չգիտենք։ Որովհետև մարտամսին է եղել այդ։ Այո, մենք դրա մասին չգիտենք, ընդհանրապես 3 եմ ես իմացել, իմ գործընկերներն էլ համոզված են, որ որևէ մեկը դրա մասին տեղյակ չէ, եթե տեղյակ լինեինք, այդ հարցը կբարձրացվեր հենց Կաբալային, որովհետև շատ սուր հարցեր բարձրացվել են եւ նույնիսկ եղել են իրավիճակներ, երբ մթնոլորտը որոշակիորեն լարվել է, հետո լիցքաթափվել է։ Դրա մասին տեղյակ չենք եղել։ Չէ, դա միակը չէ, դրանից առաջ էլի շատ դեպքեր են եղել, որը թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանը հայկական հետ կա ընդհանրապես ուզում է։ Գիտեք, մենք խոսում ենք այդ ամենի մասին, հենց այդ լարված իրավիճակների հետ կապված հարցեր մենք բարձրացնում ենք, թե մշակութային ժառանգության հետ կապված, թե ընդհանուր առմամբ հայատյացության մթնոլորտի մասին եւ այլն, եւ կոնկրետ օրինակներով ենք խոսում, թե Երևանում, թե Ծաղկաձորում ներողություն, թե Կաբալայում, թե Երևանում, թե Բաքվում, այսինքն բոլոր հանդիպումների ժամանակ, թե երրորդ երկրներում, երբ հանդիպում ենք, բայց կոնկրետ այս դեպքի մասին մենք տեղյակ չենք եղել։ Ես նշեմ, որ իմ գնահատմամբ կարող եմ միայն իմ կարծիքը ասել, իմ գնահատմամբ Ադրբեջանը ուղղակի պատրաստվում է տարբեր սցենարների մի կողմից եւ մյուս կողմից այո, իհարկե Ադրբեջանում հայատյացությունը որևէ տեղ չի չքացել, ինչը չի նշանակում, որ մենք կարող ենք իրար վրա չկրակել գոնե ինչ որ ժամանակ կամ հարատև, ինչպես կարծում են Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես հայտարարում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ես մի քիչ չեմ հավատում, հարատև ոչինչ չկա այս արևի տակ, բայց գոնե ինչ որ ժամանակ իրար վրա չկրակել, փորձել առևտուրան, փորձել հարստանալ, նույնիսկ այն պայմաններում, երբ Ադրբեջանում քանդվում են հայկական եկեղեցիները, ես կարծում եմ կարող ենք, մյուս կողմից եկեք ազնիվ լինենք, իսկ ով պետք է բռնի Ադրբեջանի ձեռքը եկեղեցի քանդելու, եթե Ադրբեջանը էթնիկ զտում է կատարել եւ միջորս որևէ մեկը նույնիսկ ինչ-որ մի վատ բառ չի ասել։ Ենթադրում եմ ադրբեջանցիները ամենաշատը կխուսափեին գերիների հարցից։ Գերիների հարցը բարձրացրել ենք եւ քաղաքասարակության հետ զրույցների ժամանակ եւ Ադրբեջանի նախագահի խորհրդականի հետ զրույցի ժամանակ մի քանի անգամ, մի քանի ենթատեքստով ենք բարձրացրել, բայց իրենց մոտեցումն այն է, որ իրենց հասարակությունում կա որոշակի
ոչ թե ըմբռնում, այլ հակառակը, որոշակի տրամադրություն կապված գերիների հարցի հետ, ընդ որում ես նշեմ, որ ասվեց, թե մենք իզուր ենք կարծում, որ Հայաստանը ժողովրդավարական է, այո, իրենք ընդունում են Հայաստանը ժողովրդավարական է, Ադրբեջանը ավտորիտար է, բայց մենք իզուր ենք կարծում, թե ժողովրդավարական Հայաստանում իշխանությունը կախված է ժողովրդից, իսկ ավտորիտար Ադրբեջանում իշխանությունը ընդհանրապես կախված չէ ժողովրդից, եւ իրենք այդպես են ասում, իհարկե, սա սուտ է, ճիշտ է, դա այլ հարց է, բայց նշում են, թե ժողովրդի մոտ կա որոշակի տրամադրություն, ժողովուրդը կարծում է, որ այդքան տարի իրենց տառապանքները, այդ Արցախի այդ իրավիճակը ես նշեցի, չգիտեմ, անտառներ, կենդանիներ եւ այլն, ինչ որ մեկը պետք է պատասխան տա եւ իրեն ժողովուրդը կարծում է, որ այս պահին շատ զգայուն է իրավիճակը, շատ էմոցիոնալ է ժողովուրդը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր գերի են, ովքեր այնտեղ բանտում են գտնվում, մարդիկ են, ովքեր պիտի պատասխան տան։ Իհարկե մենք չենք ընդունում դա, իհարկե մենք մեր վրդովմունքն ենք հայտնում, մեր անհամաձայնությունն ենք հայտնում, բայց ես պետք է նշեմ, որ մենք անում ենք այն, ինչ մեր ուժերի սահմաններում է, թեև ես նշեմ, որ մեր ժողովուրդը շատ լավ խոսք ունի, կաթիլը քար է ծակում, եւ մենք փորձում ենք այդ կաթիլները ավելացնել։